Գյումրու մարտացին փորձանքներից է քանդել եւ թողնելը։ Փողոցները քանդելու համար հարկավոր է ունենալ քաղաքապետի շինթույլտվությունը։ Բոլոր նրանք, ովքեր գործ ունեն անելու փողոցների հետ, քանդել ինչ-որ բան անցկացնել, պիտի ունենան քաղաքապետի հետ պայմանագիր եւ վերականգնման համար դեպոզիտային գումար փոխանցեն քաղաքապետի որևէ հաշվի համարի։ Եթե նախատեսված ժամկետում վերականգնում են, այդ գումարը նրանք ետ են ստանում։ Եթե պայմանագրով նախատեսված ժամկետում չեն վերականգնում քաղաքին տված վնասը, ուրեմն քաղաքը այդ դեպոզիտային գումարով վերականգնում է վնասը եւ ավարտում է պատմությունը։ Հարգելի համաքաղաքացիներ, անպայման մասնակցեք մարտի 30-ի ավականու արտահերթ ընտրություններին եւ ձեր քվեն տվեք մեզ։ Քվեաթերթիկ համար 6 Եվրատաշինք։ Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել նրա երեխային սպառնացող հաղորդագրությունների վերաբերյալ։ Մարտի 14-ին Սիմոնյանը Թելեգրամյան իր ալիքում հրապարակել էր ստացված հաղորդագրություններ, որոնց համաձայն իր ընտանիքի, այդ թվում անչափահաս երեխայի նկատմամբ սպառնալիքներ են հնչում։ Մարտի 22-ին Արմավիրի մարզային քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ վաղարշաբաթ քաղաքում գործող գազալցականներից մեկի մոտ կրակոց է հնչել եւ տուժած քաղաքացին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ նա Արմավիրի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Պարոնյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել Գոտկատեղի շրջանում։ Պարզվել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել վաղարշաբաթ խոշորացված համայնքի Արտիմեդ բնակավայրում գործող գազալցականի մոտից։ Պարզվել է կասկածյալի ինքնությունը, ով Արմավիրի մարզում հայտնի Ճապ մականվամբ 33-ամյա Կարեն Բադալյանն է, ում եւ հանցագործության գործի կատրճանակ հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մարտի 19-ին ոստիկանության Քանաքերզեյթուն բաժնում տեղեկություն է ստացվել, որ Երևանում գործող խնամքի կենտրոններից մեկից բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։ Նա մայրաքաղաքի բնակիչ 10-ամյա Էխն է։ Պարզվել է, որ մարտի 17-ին Լուկաշինի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում երեխայի խորթ մայրը 40-ամյա Լիաննան փայտյա կանոնով հարվածներ է հասցրել նրա ձեռքին ու ոտքին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Մարտի 20-ին ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած Երևանի բնակիչը հայտնել է, որ Կոտայքի մարզում գտնվող իր տուն այդ պահին օտար մարդ է մտել։ Ոստիկանները հանցանք կատարելու պահին հայտնաբերել, ձերբակալել եւ բաժին են տեղափոխել Նոր Հաչնի բնակիչ 59-ամյա տղամարդուն։ Մարտի 21-ին ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ քաղաքացու ավտոմեքենայի պետհամարանիչն են գողացել։ Վրաստանի քաղաքացի 28-ամյա Բաչանա Ծուլու Գելաշվիլին հայտնել է, որ մարտի 18-ին ժամը 14-ից մինչև մարտի 20-ը ժամը 13-ը գողացել են Ադամյան 22 հասցեի մոտ կայանված իրեն պատկանող Hyundai Մակնիշի ավտոմեքենայի ետևի վրացական համարանիշը։ Տուժողը հայտնել է, որ մեքենայի դիմապակու վրա թողել են Թելեգրամյան ավտոնոմեր 7 գրառմամբ թերթիկ, ինչից հետո ինքը կապ է հաստատել նշված օգտատիրոջ հետ, ով պետհամարանիշը վերադարձնելու դիմաց պահանջել է գումար։ Մարտի 18-ին վաղարշաբաթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարտի 5-ին Երևանի բնակիչ 29-ամյա Գևորգը եւ նրա կինը Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Տաթևիկը այցելել են Էջմիածնի Նարդոս փողոցի 1 հասցեում գործող ոսկու առևտրի սրահ ու գնել ոսկյա զարդեր։ Պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչ 58-ամյա Թամարայից գնված ոսկյա զարդերի դիմաց ամուսինները վճարել են 600 ԱՄՆ կեղծ թղթադրամներ։ Մարտի 22-ին պարեկները փրկել են Դավթաշենի կամրջից ինքնասպանության փորձ կատարող քաղաքացուն։ Նա տեղափոխվել է Դավթաշենի բաժին։ Մարտի 23-ին Երևան-Գյումրի Բավրա ավտոճանապարհի 54-րդ կիլոմետր հատվածում Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենան բախվել է հյուսիս-հարավ նոր կառուցվող ավտոճանապարհի բետոնե արգելապատեշներին ու մի քանի պտույտ շրջվել։ Վարորդին մարմնական վնասվածքներով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։ Մարտի 21-ին Շիրակի մարզի բնակիչ 51-ամյա Սուրեն Մելիք Սարգսյանն իր վարած Mercedes ML 350 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին վրայերթի է ենթարկել Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Դանիելյանին։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնությունն է ցուցաբերել վիրավորին, մինչև կժամանային շտապ օգնության աշխատակիցները։ Հիվանդանոցում վրայերթի ենթարկվածը գիտակցության չգալով մահացել է։ Մարտի 24-ին Երևանի Աբովյանի Սահակյան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes եւ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 20 երթուղին սպասարկող ավտոբուսը։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել մայթեզրին տեղադրված երկաթե ճաղավանդակները, ապա ցուցանակն ու հայտնվել մայթին։ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Մարտի 23-ին Երևանի Արցախի Պողոտա Ռոստովյան փողոցի խաչմերուկներում ժողովրդին հայտնի Ստրեչի կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 31-ամյա Տաթևի վարած Մազդա եւ Երևանի բնակիչ 21-ամյա Էրիկի վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենաները։ Տաթևը, նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 22-ամյա Գայանեն, 22-ամյա Մանուշակը, Էրիկը եւ նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 19-ամյա Ռազմիկն ու 19-ամյա Ռաֆայելը տեղափոխվել են հիվանդանոց։ Մարտի 21-ին Հրազդանի Զորավարանտրանիկ փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 62-ամյա Խաժակի վարած Mercedes Viano եւ 22-ամյա Միշայի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 21-ին Կոմիտասի Պողոտա ու Գյուլբենկյան եւ Կասյան փողոցների խաչմերուկում բախվել են Toyota Land Cruiser, Kia Forte եւ Hyundai ENS1 մակնիշի ավտոմեքենաները, տեղում բուժօգնություն է ցուցաբերվել 1 հոգու։ Մարտի 21-ին Աշտարակի Արամ Մանուկյան փողոցում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 36-ամյա Մանուկի վարած VAZ 2121, 35-ամյա Արտյոմի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 21-ից 24-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 171 դեպք, որոնցից 13-ը նախկինում կատարված, մասնավորապես թմրանյութի հայտնաբերման 26, տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 16, մարմնական վնասվածք պատճառելու եւ խարդախության 15-ական, ֆիզիկական ներգործության 13, հոգեկան ներգործության ու անձնական ունեցվածքի գողության 12-ական, գույքը ոչնչացնելու 6, զենք զինամթերքի առգրավման 5, վարժական հավաքից խուսափելու 4, սառը զենք կրելու 3, պաշտոնեական կեղծիքի, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, թմրանյութի իրացման 2, խոշտանգման, ուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունը չկատարելու, սպանության, խուլիգանության, ծառերը թփերն ապօրինի հատելու, անօրինական միգրացիա կազմակերպելու, մարդու օրգանների ապօրինի շրջանառության, սուտ մատնության, ինքնավնասման, կանխամտածված սնանկության, դատական ակտը չկատարելու, հետամտելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելու մեկական դեպք է բացահայտվել։ Հայտնաբերվել է 10 հետախուզվող կամավոր ներկայացել 2-ը։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, 2 մարդ զոհվել է, 25 ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։